շաբաթօր ներկայացնում եք ձեր խոսքը ամփոփելով անցնող շաբաթը, խնդրեմ ինչ եք առանձնացրել։ Բարև ձեզ Մարիամ ջան, ողջունում եմ մեզ բոլոր դիտողներին եւ կրկին շնորհակալություն եմ հայտնում այս հարթակին Հայլիայում ինձ գրեթե ամեն շաբաթ հյուրընկալելու եւ հնարավորություն ստեղծելու ձեր հետ կիսվելու իմ մտքերի, վերլուծությունների հետ կապված։ Նախ ամենաառաջինը պետքա հիշատակեմ Աննա Հակոբյանի մի գրառում, որում Աննա Հակոբյանը իր զորակցությունն էր հայտնում Սամվել Կարապետյանի ընտանիքին, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի կանանց եւ երեխաներին։ Ինչն է շատ հետաքրքրական այստեղ։ Շատ հետաքրքիր է, որ ի վերջո Աննա Հակոբյանը իր ամուսնու փոխարեն համահավասարեցում դրեց այդ բոլոր մարդկանց մեջ, հասկացնելով մեզ, որ թե Հայաստանի քաղբանտարկյալները եւ թե Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալները իրականում նույն մարդու կողմից են բանտարկված։ Խոսքը գնում է Ալիևի մասին։ Եվ Հայաստանում շատ ու շատ իրադարձություններ, որոնք տեղի են ունենում, այդ թվում մեր հայ առաքելական եկեղեցու արձակումը իրականացվում է հենց այդ սկզբունքով եւ թելադրանքով Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Իհարկե այդ ամեն ինչը արվում է խաղաղության ներքո, այսինքն թմկահարում են խաղաղություն եւ ամեն թմկահարումից հետո ձերբակալվում եւ կալանավորվում է ընդդիմադիր ինչ-որ գործիչ կամ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ կամ Բաքվում տեղի ունենում դատավարություն եւ կրկին օգտվելով Հայաստանի քաղաքական վերնախավի հայտարարություններից մեր հայրենակիցներին որակում են տերորիստներ եւ այլն եւ այլն։ Սա ուզում եմ որպեսզի ուշադրություն դարձնեք։ Հաջորդը ես բազմիցս վերջի 2-3 ամսվա ընթացքում ավելի շուտ օգոստոսյան հանդիպումից հետո ամերիկյան ասում էի, որ Ալիևի ձեռը հայտնվել է երկու կարևորագույն իր համար կարևորագույն թուղթ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ օգոստոսի 8-ի փաստաթուղթը։ Մեկի վկան, այսպես ասենք, ՌԴ նախագահն է, մյուսինը ԱՄՆ նախագահ։ Երկու թղթում կա ընդհանրություն մեկ կետով, որը անփոփոխ է, որ Ադրբեջանը ստանում է անխափան ճանապարհ Ադրբեջանից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով։ Անկախ դրանից ինչ է ասում Հայաստանի իշխանությունը, որ դա սուվերենություն, անկախություն, եսի միշ բան, տարածքային ամբողջականություն, ես դրան չեմ կարող հավատալ, որտեվ այդ կետը առանձնացված է թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում, թե օգոստոսի 8-ի։ Երկու տեղում էլ գրվում է հետևյալը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվում են ապա շրջապատել բոլոր կոմունիկացիաները, ինչ իր մեջ ներառում է նաեւ Ադրբեջանը Նախիջևանին կապող տարբեր ուղիներ, եթե ապա շրջապատվում է ամեն ինչ։ Եվ ասում թող գան Երևանով, ֆռան գնան Նախիջևան, եթե ամեն ինչ ապա շրջապատվում է, բայց արի ուտես ոչ։ Այդ ապա շրջապատումից բացի առանձին կետով երկու տեղում էլ նշած է Ադրբեջանի Նախիջևանի միջև անխափան ճանապարհի գոյությունը։ Ինչը ստիպում է ինձ մտածել, որ խոսքը գնում է հենց կոնկրետ Միջանցքի մասին։ Եվ շատ հետաքրքրական է, որ երեք ադրբեջանցի մի պատգամավոր, իսկ թույլ տվեք ասել հետևյալը, Ադրբեջանի պես երկրում չի կարող պատգամավորը հնչեցնել միտք, որին համաձայն չէ Ալիևը։ Ուղղակի չի լինում այնտեղ այդպես, այդ երկրում այդպես է։ Եվ այդ պատգամավորը հայտարարում է հետևյալը, կամ Հայաստանը ինքնակամ կտրամադրի մեզ Զանգեզուրյան, այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքը, կամ մենք կվերցնենք այն ուժով եւ այնուհետեւ կբանակցենք այն Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի վերահսկողությանը հանձնելու հարցը։ Սա հենց այն է, ինչ ես մի քանի ամիսա պնդում եմ, որ Ալիևը օգտագործելու է իր ձեռը եղած երկու թուղթը։ Ընդ որում, երբ որ նման հայտարարություն է արվում Ադրբեջանից, սա նաև սիգնալ է թե Ռուսաստանի Դաշնությանը, թե ԱՄՆ-ին հետևյալի մասին, որ եթե ես հարձակվեմ Հայաստանի վրա, մի խանգարեք, հետո ձեր հետ կբանակցենք, ով ինձ ավելի լավ պայմաններ առաջարկի, իր հետ էլ կհամագործակցեմ։
ընդ որում պետք է նաև իմ կողմից ավելացնեմ, որ կասկած չունեմ, որ այդ բանակցությունները ոչինչ բանի չեն էլ բերելու եւ այդ միջանցքը մնալու է Ադրբեջանի եւ Թուրքիայի հսկողության ներքո։ Հիմա պարզ է, որ օրը 50 անգամ խաղաղության մասին խոսացող անձը ասում է, որ ի վերջո հաստատվել է խաղաղություն Ադրբեջանի հետ։ Հիմա այդ հաստատված խաղաղության ներքո թող ինչ-որ մեկը, որը գոնը տարական կրթություն ունի, այս իշխանության մասին է խոսքը, կանգնի ու բացատրի հստակ։ Բայց ո՞նց հստացում, որ Ադրբեջանի պատգամավորը նման հայտարարություն է անում։ Ավելին, խաղաղության մասին խոսացող անձը թող բացատրի, ո՞նց է ստացվում, որ դու խոսում ես խաղաղությունից, իսկ Ալիևը խոսում է Սևանի գոյչա լինելու մասին։ Ո՞նց է դա լինում, էլի։ Ընդ որում այս տաղավարում բազմիցս ես նշել եմ, որ Ադրբեջանում կա խմելու ջրի լուրջ խնդիր։ Եվ բազմիցս նշել եմ, որ Ալիևը անելու ամեն ինչ, որպեսզի ունենա դուրս գա այն ինչ որ միտեղից Սևանի վրա։ Եվ ես չեմ զարմանա, եթե ապագայում, երբ որ այս իշխանություններից ձերբազատվենք, ի հայտ գան փաստեր, որ դա էլ է խոստացված եղել, ի թիվս այլ խոստումների, այդ թվում Զանգեզուրի միջանցքի։ Այսինքն Ալիևի ախորժակը, սիրելի հայրենակիցներ, չի պակասում։ Այդ մարդու ախորժակը մենակ շատանում է։ Ու փոխանակ այս երկրի իշխանությունը ձեռնարկեր, քայլեր, որոնք իրոք ուղղված կլինեին Հայաստանի ամրապնդմանը, արվում է ճիշտ հակառակը։ Միակ բանը, որ այս երկրում անցած 7 տարիների ընթացքում անխափան գնացել է առաջ, դա ոստիկանների, պարեկների, դատախազների, քննիչների եւ մն նման այդ մասսայի քանակային ավելացումն է եւ աշխատավարձների բարձրացումը։ Այդ դա անխափան առաջ է գնացել։ Բայց դա էլ պետք է հասկանաք ինչու։ Այդ ամեն ինչը անում է ներսում իշխանությունը պահելու համար, այսինքն ստեղծվում է անձնական օգտագործման իրավապահ համակարգ, որը կոչված է ոչ թե երկիրը պահելու համար, ոչ թե երկիրը տարբեր փորձությունից զերծ պահելու համար, այլ հակառակը կոչված է իշխանությունը պահելու համար։ Հիմա նոր գվարդիա են բացել, որի նպատակը սուրբ լինելու է դա պահել Նիկոլի իշխանությունը ամեն կերպ։ Հենց տպավորություն է ստեղծում, որ ամեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու 2 ոստիկան է արդեն գալի։ Եվ մարդիկ աշխատավարձի դիմաց պատրաստ են ծառայել թուրքի դրացողներին։ Դա էլ է ակնհայտ։ Եվ երբ տուն են գնում, ասում են դե գործից դուրս չեմ գա, բայց երեխեքս ինչ ուտեն։ Ու որպես մարդ իհարկե կարող եմ հասկանալ իրենց։ Իհարկե։ Հնարավոր է հասկանալ։ Բացի դրանից, մենք նաև ականատես եղանք ինչի, որ եկեղեցու վրա հարձակումները չեն դադարում։ Այս մարդը, կներեք բառի համար, յան չի տալի եկեղեցուց։ Ավելին, Նիկոլի տարբեր տրամաչափի ուսապարկեր վերջի մի քանի օրա հայտարարում են, որ Նիկոլը պատրաստում է ժողովրդին նոր բացահայտումների, որոնք այդքան շշմեցուցիչ են, որ ուղղակի ժողովրդին պետք է պատրաստել դրան։ Ինչից ելնելով կարող ենք ենթադրել, որ սրանք կրկին ինչ-որ ֆեյք բաներ են պատրաստել, վիդեոներ, եսի մինչեր, ու դա գցելու են դաշտ։ Նպատակը մեկն է, պախարակել մեր հայ առաքելական եկեղեցին, կտրել ժողովրդի եւ եկեղեցու կապը եւ ընդհանրապես մեր եկեղեցու փառքը ու պատիվը ամբողջ աշխարհով իջեցնել։ Ես մի անգամ ստեղ ասել եմ, նորից եմ ասում, մենք երևի թե թերագնահատում ենք մեր հայ առաքելական եկեղեցու ուժը ամբողջ աշխարհում։ Շատ քիչ հայեր գիտեն, թե ինչքան հզոր է մեր հայ առաքելական եկեղեցին։ Իսկ այն չափազանց հզոր է։ Եվ շատ այլ հավատքի եւ ոչ միայն հավատքի, այլ այլ պետությունների հատուկ ծառայություններ շատ կուզենան, որպեսզի հայ առաքելական եկեղեցին կայքայվի։ Որտեվ այն շատ ուժ է եւ չեմ զարմանա, եթե դրանում խառնելի Վատիկանի ձեռքերը։ Շատ հնարավոր է, վերջերս էլ Նիկոլը գնացել էր Վատիկան։ Բայց սա նաև ցույց է մեր համար, հայերիս համար,
որ առաջինը մենք պետք է անտեսենք այս իշխանության կողմից հրապարակված ցանկացած նյութը, ուղղակի անտեսենք, չնայենք, չտարածենք եւ մնանք հավատացյալ մեր հավատքի, մեր հայ առաքելական եկեղեցում։ Տարբեր անձերի նկատմամբ տարբեր մարդիկ կարող են ունենալ տարբեր դրսևորումներ, տարբեր մոտեցումներ, բայց դու չես կարող դեմ գնալ քո առաքելական եկեղեցին։ Եթե նույնիսկ վերջին չեփազրեցի ժամանակ ասում է Հայաստանը հայ առաքելական եկեղեցին կաթոլիկոս չունի այսօր։ Դե տեսեք, նույն հաջողությամբ Հայաստանը վարչապետ չունի, ընդ որում Հայաստանը շատ ավելի շատ վարչապետ չունի։ Հենց այդ ամբողջ հարցը։ Այսինքն եկեղեցական հարցերի մեջ ես ինձ իրավունքը երբևիցե չեմ վերապահել, խառնվեմ, հəl մի բան ասեմ, էսի պիտի կարգալույցը, նիսապտի սենսը, ոչ, եկեղեցին անկառույցն է, որը ինքն է որոշում ինչ պետք է արվի։ Եվ ես որպես ռամիկ մարդ պարտավոր եմ ենթարկվել այդ որոշումներին։ Իմ կապը Աստծու հետ անձանցով չի, այլ մեր հենց եկեղեցով։ Երբ որ ես ոտք եմ դնում մեր հայ առաքելական եկեղեցի, ես ինձ զգում եմ հայ, ես ինձ զգում եմ լավ, բայց մեզ ուզում են դրանից է կտրան, հիմա ուզում են Նիկոլի աղանդ ստեղծել, Նիկոլի անվան աղանդ, ընդ որում այդ աղանդը ստեղծելու ճանապարհին բավարարվում են նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի ախորժակը, իսկ իրանց ախորժակը շատ պարզ է, հայ առաքելական եկեղեցին բարձրացնում է ի թիվս շատ այլ հարցերի, բարձրացնում է նաև արցախցիների վերադարձի հարցը։ Այնց դրա համար է, որ ադրբեջանցիները եւ թուրքերը շատ լարված են հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ընդ որում պետք է ասեմ, որ աշխարհի տարբեր երկրներում արցախցիների վերադարձի հարցը ֆանտաստիկ չի հնչում։ Այսինքն մարդիկ ասում են, այո, իհարկե, այդ վերադարձը պետք է ապահովի եւ բանակցությունների տեղիք այնտեղ կա։ Այսօր առավոտվանից Պրոշյանի դաչայում արթնանալուց հետո այս մարդը սկսել է նորից 5 րոպե մեկ պոստեր ա գրում։ Երևի կապված է նրա հետ, որ երևի չի քնը, երևի կապված է նրա հետ, որ երրորդ նախագահը երեք բավականին երկար ծրագրի է մասնակցել, խոսել է տարբեր թեմաների մասին։ Այս Նիկոլն էլ նորից արթնացել է, սկսել է գրել, ընդհանրապես նախագահների խոսալուց հետո այս մարդու մոտ բանը զառանցանքի երեկո է սկսում, Նիկոլի դեպքում զառանցանքի առավոտ։ Ու դրել է ինչ որ բանա, ռոբոտ կենթանի է ինչ որ դրել մոտը, մեր բանակ այսպես բանակ ենք սարքում, այդ որ դրել ես էդի թեմուից կարելի է բան անել, մի $25 պատվիրել, լավ 30։ Ընդ որում, որ ինքը ասում է, եկեք ցույց տամ, ինչ նորագույն տեխնոլոգիաներ ենք մենք առել մեր բանակի համար, տղա ջան, դա գաղտնիք չի։ Դա ցույց տուր։ Նյութեր պատրաստի ցույց տուր, ինչ է սարը։ Օրինակ Ադրբեջանը հիմա պարադ է անում։ Ադրբեջանը ցուցադրում է այլ բոլոր զենքերը։ Խե ժողովրդին խափում, որ դա գաղտնի է, գաղտնի ոչ մի բան չկա, նախ դու որոշ պայմանագրերով չես էլ կարա գաղտնի որևէ բան գնես։ Ուղղակի իրավունք չունես։ Իրականում դու չես հանրայնացնում են ինչ արել ես, որտեղ այդ առածների մեջ մեջված է զիբիլ առնելու, որը ոչ միտե չի փորձարկվել։ Նորից խոսում ես դրա մասին, որ այսօր թղթերը կհրապարակեն բանակցությունների, հրապարակի։ Բայց մեր սիրելի ժողովրդին կոչ կանեմ միշտ սրանից հետո համեմատություն անել 2018 ու հիմա։ Օրինակի համար 2018-ին տարվա սկզբին յուրաքանչյուր հայ գիտեր, որ մենք որպես հայություն պայքարում ենք Արցախում բնակվող մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի համար։ Տարածքային կռիվ չենք տալի, որտեղ Արցախյան հարցը երբևիցե տարածքային կռիվ չի եղել, հակառակը եղել է ազգերի ինքնորոշման իրավունքի շուրջ կռիվ։ Այդ ժամանակ 18-ին մեր կռիվը էր ամբողջ աշխարհի եւ ցեղասպանության ճանաչումը։ Երկու ուղղությամբ է շատ լուրջ աշխատանք է տարվում։ Երկու ուղղությամբ է։ Հայաստանում այդ ընթացքում մարդիկ ապրում էին հանգիստ, սահմաններում զոհեր չէինք տալի,
սահմաններում բավականին հանգիստ էր եւ Վարդենիսում լինի, Ջերմուկում լինի կամ այլ տեղերում ապրողները նույնիսկ ադրբեջանցու զինվորի երես չէին տենում։ Հիմա եկանք հասանք 2025 թիվ։ Ինչի համար ենք մենք այսօր պայքարում։ Պայքարում ենք, որ աշխարհին ապացուցենք, որ Սևանը հայկական է։ Դուք հասկանում եք մենք ուր ենք հասել։ Այսինքն ազգերի ինքնորոշման իրավունքից եկել հասել ենք նրան, որ պայքարում ենք, որ ապացուցենք, որ Սևանը հայկական է։ Ու դրա անունը դնում են խաղաղություն։ Խաղաղությունը արդեն եկել է։ Մի քանի տոննա հացահատիկ են բերել, մի ուրախացել են։ Ընդ որում այդ հացահատիկ ախր ընդհանրապես կապ չունի օգոստոսյան պայմանավորությունների հետ։ Զերո կապ ունի, զերո։ Բայց ի՞նչ է անելու Ադրբեջանը այդ հացահատիկով։ Տեսեք, ընդ որում պետք է Մարիամ ջան, հասկանանք, որ ի վերջո, երբ որ ասում են, այ տեսեք, բացվել է բան, այդ հացահատիկը գալիս է մտնում է Վրաստան, Վրաստանից գալիս է Հայաստան։ Այն նույն Վրաստան, որին դեմ դուք մի քանի օր առաջ ազգային ժողովում բանաձևի տակ եք բան արել, կողմ քվեարկել։ Կներեք։ Մենք նույնիսկ մեր եղբայրական ժողովուրդ համարվող վրացիները չեն կարողանում ճիշտ ու անկեղծ աշխատել։ Ժողովուրդ ջան, Նիկոլ իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի։ Այստեղ մի բայց կա։ Ալիևը պարզ է ուզում է, որ Նիկոլը վերանտրվի, միանշանակ է դա։ Կտրուկ քայլերի ինձ թվում է չի գնալու, բայց նաև իմ համար այս վերջի մի քանի օրվա մեջ միանշանակ է դարել, որ Նիկոլը ինչ-որ խոստում ա տվել, որը միջև ընտրություններ պետք է իրականացնի։ Դրանով է պայմանավորված Ալիևի հայտարարությունները եւ իրանց ազգային ժողովի падգամավորի հայտարարությունները, որոնք ուղղված են կոնկրետ Նիկոլին, ասում են այդ այն ինչ խոսք ես դու արա, թե չէ դες հեսա ուրիշ բան են կանելու։ Թե ինչ է խոստացել Նիկոլը, որ կանի միջև ընտրություններ, դժվարանում եմ ասել։ Միգուցե ինչ-որ մարզում, էլի ինչ-որ տարածք է հանձնելու։ Բայց ակնհայտ է, որ ինչ-որ բան խոստացել։ Իսկ մենք որպես ժողովուրդ ինչ պետք է անենք, մենք որպես ժողովուրդ պետք է ընդվզենք այս ամեն ինչին։ Օրինակի համար ամենալավ օրինակը լինելու է վաղար շաբաթում մի քանի օրից տեղի ունեցող ընտրությունները։ Ընդվզեք։ Գնացեք ու դեմ քվեարկեք իրանց։ Ընտրեք ընդդիմադիրներին։ Իրական բաց։ Ես խորհուրդ եմ տալի ընտրել հաղթանակ դաշինք, ինքս համակնում եմ իրենց։ Կարծում եմ, որ շատ լավ մարդկանցով համալրված դաշինք է, ղեկավարը Սևակը շատ պարտաճանա, շպիտանի, գրագետ կրթված տղա է եւ կարող է Էջմիածինում եւ կողքի համայնքներում լրջագույն փոփոխություններ մտցնել։ Ինքս հետևում եմ իր քարոզարշավին, տենում եմ ինչ խոստումներ է տալի, տենում եմ, որ ինչ լավ ընդունելության է արժանանում ժողովրդի կողմից եւ սա շատ լավ է։ Բայց կան նաև այլ ընդդիմադիր, իրական ընդդիմադիրներ, որոնք այնտեղ մասնակցում են։ Եղբոր եւ եղբորորդու վրա դանոսչիկ հիշեք։ Դե վեհապարի եղբոր եւ եղբոր որդու կալանավորումը սա կրկին շարունակությունն է եկեղեցու վրա արձակման, այսինքն փորձում են օղակը սխմել վեհապարի շուրջ, որպեսզի վեհապար հայրապետը տա հրաժարական։ Ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ դիմում եմ վեհապար հայրապետին։ Վեհապար հայրապետ, որևէ դեպքում հրաժարական չտաք, որևէ դեպքում, որովհետև հայ ինքնության վերջին բաստիոնը հենց հայ առաքելական եկեղեցին է։ Եվ եկեղեցու քանդումով քանդվելու է ոչ միայն եկեղեցին, այլ քանդվելու է հայության հիմքը։ Այդ հայության հիմքը մնացել եք մենակ դուք։ Մեր հավատքը, մեր առաքելական եկեղեցին, Արցախը ոչնչացրեցին, Սփյուռքը կտրեցին Հայաստանից, մնացել է եկեղեցին։ Եկեղեցու հարցը Աստված մի առասցել ուծելու դեպքում մենք այլևս մեզ հայ չենք էլ զգալու։ Վերադառնալով դրան, սիրելի ժողովուրդ, այս ամենի դեմ առնելու համար պարզ բան է պետք։ Ամենուր եք, որտեղ հնարավոր է պայքարել Նիկոլի դեմ։ Առաջի պայքարը վաղար շաբաթում է։ Գնացեք ընտրեք ընդդիմադիրների։ Նիկոլը պետքա տենա, որ որտեղ ինքը դնում ընտրություններ, ինքը պարտվում է։ Ինչպես եղավ Փարաքյարում, ինչպես եղավ Գյումրիում, ինչպես եղավ ժամանակին Վանաձորում, Մասիսում։ Ճիշտ է հիմա այդ իմ թվարկած քաղաքների
քաղաքապետերը անօրինական կալանքների տակ են։ Վերջերս Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց, Մասիսի քաղաքապետին անհասկանալի վճիռ կայացրեց դատավորը, անընդունելի։ Բայց դա չի նշանակում, որ ընտրություններով հարց չի լուծվում։ Լուծվում է, սիրելի հայրենակիցներ, լուծվում է։ Դուք արեք ձեր գործը։ Որտեվ համապետական ընտրություններից հետո, երբ որ Նիկոլը Տենը պարտվել է, ես խորը կասկածներ ունեմ, թե նա կմնա հանրապետությունում։ Նա փախչելու է Հայաստանից։ Հետո շատ արագ իրան հետ ենք բերելու եւ կանգնեցնելու են օրենքի առջեւ։ Ու ոչ միայն իրեն, այլ բոլոր այն մարդկանց, որոնք մաս են կազմել Արցախի հանձնման, դավաճանական պատերազմի հրահանգման, բանակի կազմաքանդման եւ հայ ժողովրդի արժանի զավակների մահի ուղարկման։ Բոլորը պետք է պատասխան տան։ Այս ցնդաբանությունները առավոտը որ գրում է, ինչ որ գրել է բան։ Բանակը ես եմ կառուցում բան։ Տղաճան, դու բանակը քանդողն ես։ 18-ից երբ որ դու եկար իշխանության, թե Արցախում, թե Հայաստանում, դու զբաղված ես եղել մի բանով։ Պախարակել բոլոր Արցախի ազատագրման հետ կապ ունեցող մարդկանց անցյալը, գրեթե բոլոր ռազմական գեներալներին, փորձ ունեցող գեներալներին, թե Արցախում, թե Հայաստանում ազատել ես գործից եւ համալրել ես բանակը մարդկանցով, որոնք պատերազմական իրավիճակում ուղղակի չգիտեին ինչ անեին։ Այդ այս դու արել։ Դու ասում ես, այդ ինչ հոպ ենք ունեցել, որ ադրբեջանցիները շատ արագ ոչնչացրել, ես քեզ ասում եմ, որ շատ լավ հոպ ենք ունեցել, ուղղակի չգիտես ոնց ադրբեջանցիների մոտ ինֆորմացիա էր հայտնվել, թե այդ հոպը որտեղ է կոնկրետ տեղակայված։ Ու գիտես ինչ, նույն ձևի շատ զարմանալի ձևով ադրբեջանցիների մոտ ինֆորմացիա հայտնվեց, որ Շուշիի համայնքային կենտրոնում ոստիկաններ են հավաքված։ Թե ով է քո թիմից ինֆորմացիան փոխանցել Ադրբեջանին, ես չգիտեմ։ Բայց քննությունը միանշանակ դա էլ կպարզի, թե ոնց են ամեն ինչը իմացել։ Դա ամեն ինչի այդ է գալու, եւ բոլորը դրա մասին իմանալու են։ Մարիամ ջան, այլ հարցեր կան։ Չէ, եթե ամեն դեպքում եթե ամփոփենք, եւս մի բան հստակ է, որ ըստ էության ցորենը, որ գերակրում են հայ ժողովրդին, Ադրբեջանը իր քաղաքականությունն ունի, գերակրում է, որպեսզի մորթի նույն ըստ էության այդ ցորենը։ Խնդրեմ այս մասով ձեր կոչի, ինչպես շուտել եք ներողություն կուտը, ինչպես ասում են, խնդրեմ այս մասով եւ եւս մեկ հարց հետո։ Գիտեք, ես չեմ ուզում, որպեսզի հայ ժողովուրդը մատաղի, գառի հոգեբանությամբ ուղղակի վերանա, որովհետև այն ինչ կատարվում է, դա հենց մատաղի գառն է։ Մեզ այսօր տալիս են ուտելիք, որ վաղը մորթեն։ Ու ինչքան է դա վատ է հնչում, ինչքան է դա կտրուկ է հնչում։ Դա տեղի է ունեցել Արցախում ընդամենը 2 տարի առաջ։ Ընդամենը 2 տարի առաջ։ Նայեք, վերհիշեք ու մի կարծեք, որ դուք որևէ մեկից կամ ես որևէ մեկից լավն եմ։ Մի կարծեք, որ Արցախի հայության հանդեպ Թուրքիայի եւ Ադրբեջանի վերաբերմունքը մեկ բան էր, Հայաստանի հայերի համար, Հայաստանի հայերի հանդեպ այլ։ Ոչ, նույն վերաբերմունքն է։ Ընդ որում ձեզ ավելին ասեմ, երբ որ սրանք բերվում էին իշխանության, պարզ էր, որ կային աշխարհագրական նպատակներ, եւ նպատակներ շատ պարզ էր։ Ամեն կերպ դուրս հանել Ռուսաստանի Դաշնությունը այս տարածաշրջանից։ Ռուսաստանի Դաշնությունը այս տարածաշրջանից հանելու լավագույն միջոցը, որպես սկիզբ դա Արցախի հանձնումն էր, ինչև Նիկոլենք արեցին։ Եվ իրոք այս ամբողջ process-ում Նիկոլենք անում են ամեն ինչ իրանց ասում են, բայց ոչ երբեք որևէ բան ի օգուտ մեր ժողովրդի։ Ոչ երբեք որևէ բան ի օգուտ մեր ժողովրդի։ Իրենք մեր վերջի 7 տարիների կորուստների հիմնական պատճառն են։ Տարբեր մարդիկ տարբեր գնահատական են տալի այդ կորուստներին։ Մեկը ասում է, որ չգիտակցելով են արել, մեկը ասում է անփորձությունից ելնելով են ասել,
Մեկը ասում է, որ դավաճանել են, մեկը ասում է, որ եթե թուրք-ադրբեջանական գործակալ լինեն, հենց այդպես էլ կանեին, երևի բոլորը իրար հետ, եթե մեկտեղ են, կասենք, որ Հայաստանի վրա եղել է օտարերկրյա գործակալների հարձակում, եւ այդ հարձակումը դեռևս շարունակվում է, հարձակման տակ է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ հայի ինքնությունը։ Այդ գործակալների զինանոցը անսպառ է, իրանք օգտագործում են բոլոր հնարավոր զենքերը, այսպես կոչված զենքերը։ Այդ զենքերի մեջ է նաեւ եւ ընդհանուր առմամբ նաեւ պետք է գիտակցենք, որ իրանք չունեն որևէ կարմիր գիծ, որևէ, չկա որևէ սրբություն, որևէ գոյություն չունի։ Դրանով է պայմանավորված նաեւ եկեղեցու վրա ասած բացահայտ հարձակումը։ Դրա համար վերջի անգամ եմ կրկնում, մի կարդացեք, մի նայեք այն նյութերը, որոնք այս իշխանությունը կարծես թե շուտով կրկին տարածելու է տարբեր եկեղեցականների մասին։ Նախորոք եմ ասում, սուտ է, զրպարտանք է, սարքոցի է։ Մեր ժողովրդին փորձում են կտրել հայ առաքելական եկեղեցություն։ Մի տրվեք դրան երբեք, հակառակ ամեն մեկը ձեր տեղում փորձեք պայքարել այս իշխանության դեմ, որովհետև ապագայում ոչ միայն ձեր երեխաներին, թոռներին ու հարևաններին պետք է պատասխան տաք, այլ ինքներդ ձեզ։ Ամեն մեկը երեկոյան գիշերը հայրի մոտով անցնելու ձեզ ստենալու եք ու ինքներդ այդ թվում ես մեզանից զզվենք, ասենք լավ էս ոնց թողեցինք սա լինի էս ամենը։ Այ որպեսզի դա չլինի, եւ մենք հպարտանանք ինքներս մեզանով, ասենք որ չկարողացել ենք բոլորս բրուցները բռնած կռիվ ենք ու հաղթել ենք։ Այդ հաղթանակը մենք պետքա տոնենք սկսյալ վաղար շաբաթի ընտրություններից։ Ամեն եկող ընտրությունը պետքա հաղթանակ գրանցվի։ Փողոց եթե դուրս գա անդիմություն, այնտեղ պիտի հաղթանակ գրանցվի։ Բայց մենք պետք է սկսենք հաղթանակների դարաշրջանը, հերիք է պարտվենք։ Եվ գիտեք, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, իրեն հոսպիտալացրել են, հետո 3 շատ արագացված կարգով նորից տարել են քրեակատարողական հիմնարկ։ Խնդրեմ, այս մասով այս մարդկանց նպատակը որն է, մենք ունենք ողբերգական նահանգ դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը բոլորիս աչքի առաջ, Վարդան Ղուկասյանի առողջական այս խնդիրներով սրբազանները, չնայած իրենց վեհ են պահում, չնայած իրենց բարձրության վրա են, բայց ունեն լրջագույն առողջական խնդիրներ, խնդրեմ։ Տեսեք, մանր ջան, քաղաքական հետապնդումները այլևս ցավոք նորություն չեն մեզ համար։ Այդ քաղաքական հետապնդումները այդպես չի, որ նոր են սկսվել։ Սկսել են դեռևս 2018-ից ամենասկզբից։ Եվ որպես քաղաքական հետապնդման առաջի ենթարկված մարդը եղել էր հենց գեներալ Մանվելը։ Հիշում եք հայտնի Տուշոնկա շոուն։ Եղել եմ ես։ Հետո մարտի 1-ի գործն է եղել, որը այսօր որևէ բան չեն կարողանում ապացուցել։ Ավելին գործում չի էլ քնվում, թե ի վերջո այդ զոհերը ինչու եղան եւ ով է կոնկրետ կատարել սպանությունները։ Ուղղակի պետք է ստանան բան, հա, այդ վերնագրերը, որ նախագահ Քոչարյանը կրկին դատարանում է։ Նախագահ Քոչարյանը այն ժամանակ էլ այդ արեց, որ գալու եմ, ներկայանալու եմ, շատ տեղ գիտակցելով, որ իրեն կալանավորելու են։ Բայց եկավ կանգնեց դատարանի առջև, 1.5 տարի շուրջ մնաց կալանքի տակ եւ այսօր պայքարում է սրանց դեմ։ Վարդան Ղուկասյանը կարողացավ հաղթահարել ընտրություններում, դառավ Գյումրիի քաղաքապետ։ Նիկոլը կատարեց կոպտագույն սխալ, ինքը չի հաշվարկել մի բան։ Գյումրիի ժողովուրդը այլևս երբեք Նիկոլին չի ներելու այն, ինչ ինքը արեց Վարդան Ղուկասյանի կալանավորման օրը։ Երբ որ հասարակ գյումրեցիներ ի պաշտպանություն եւ ի սատարում են Վարդան Ղուկասյանի հավաքվել էին, իրենց վրա կարմիր բետավորներ ուղարկեցին։ Նիկոլը չի հասկանում, որ ինքը Գյումրին անվերադարձ կորցրել է անկախ նրանից, թե ով է լինելու այլևս ընդ քաղաքապետ։ Նիկոլը Գյումրին կորցրել է։ Նիկոլը անվերադարձ կորցրել է Փարաքյարը, որի յուղապետը ցավոք սրտի սպանվեց։ Շատ անհասկանալի պայմաններում ընդ որում։ Նիկոլը չի հասկանում, որ ինքը այլևս չի տիրապետելու իրավիճակին, անկախ նրանից, թե ով է տվյալ քաղաքում քաղաքապետը կամ ով է մարզպետը, իրան թվում է, որ պետական ռեսուրսներով բոլոր հարցերը կարող ես լուծել։ Բայց ի ցավ իրեն ասեմ, չես կարող։
դու պարտվելու ես ամեն տեղ, դու պատասխան ես տալու այս ժողովրդի առջև, ու ոչ միայն դու, պատասխան եք տալու 150,000 մարդ անտուն եւ անհայրերի թողնելու համար, շուրջ 5,000 ընտանիքի լույսը մարելու համար, 3 անգամ եռաբլուրը մեծացնելու համար, Հայաստանի տարածքները Թուրքիան եւ Ադրբեջանին նվիրելու համար եւ շատ ու շատ այլ բաների համար։ Եվ այսօր սրանք խոսում են անընդհատ նախկին կոռուպցիայից էսեն։ Ես մի բան ասեմ, էլի, եթե նախկին պաշտոնյաների կոնկրետ կոռուպցիոն դեպքերի համագումարը վերցնենք, որոնք այսօր քննվում են դատարաններում, մեծ թիվ չէ։ Նիկոլի օրոք դատարաններում քննվող կոնկրետ կոռուպցիոն դեպքերը։ Ու այդ թվերը սաղ իրար հետ գումարած չեն հասնում Նիկոլի մեկ հատ գործարքին։ Խոսքը Անիֆի մասին է։ 24 միլիարդ դրամ մեկ գործարքով լափել են ու կերել են։ Մեկ գործարքով։ Դուք պատկերացնում եք սրանք մնացածի ինչ են արել։ Հիմնադրամից են 100 միլիոն տարի, հետո էլ ասում է, ոնց ստուգել ենք, ամեն ինչը ճիշտ էր։ Ես էլ ասում ճիշտ չէր։ Թողեց ստուգողների մեջ ինձ մստեն 5 օրում բացահայտեմ ինչեր եք արել այդ 100 միլիոնի հետ։ Բայց ուղղակի որ մեր ժողովուրդը հասկանա, որ այդ նախկին կոռուպցիաբան խոսացող մարդը մի գործարքում 24 միլիարդ դրամ լափել է իր իշխանությունը։ Մի գործարքում։ Հասկանում եք, որ 7 տարվա մեջ շուրջ 7 միլիարդ դոլար վարկ են վերցրել։ Այդքան գումարից թող մի 50-100 միլիոն դոլարի շինարարություն արածելն են։ Մնացածը պատկերացնում եք ուր է։ Թե ձեզ թվում է, Նիկոլ, քեզ թվում է, որ իշխանությունը հավերժ է եւ երբեք ոչ մեկ չի իմանա, թե դու ինչ ես արել փողերով։ Ամեն ինչն է բացահայտվելու, ամեն ինչը։ Եվ թող մեզ սիրելի ժողովուրդը իմանա, որ միլիարդավոր կերած դոլարները սրանց լափած, այդքան ձեզ չես զարմացնի, ինչքան կզարմացնի մնացած բացահայտումները սրանց իշխանության օրոք արված բաների։ Այդ թվում օրինակի համար, ինչպես նախկին ԱԱՑ պետերից մեկը Արտուր Վանեցյանը հայտարարել էր 2018-ին իշխանությունը զավթելուց անմիջապես հետո Նիկոլը ուղիղ կապի մեջ է մտել Ալիևի հետ եւ իրար նամակներ էին փոխանցում։ Թե ինչ էին բանակցում, մենակ իրանք գիտեն։ Բայց որ նման բանակցություններ անցյալում երբեք չեն եղել, դա փաստ է։ Իսկ Նիկոլը եկել է ու սկսել է մի անգամից Ալիևի հետ բանակցել է։ Միգուցե գալուց առաջ էր բանակցում։ Շատ բան է բացահայտվելու, շատ բան։ Այսքանը, արևը։